Զեմլակը տեսեք։ Եթե պատրաստ է կարող ենք։ Պարոն Շարմազանov, ինչպիսի Հայաստանի մասին էր երազում Աշոտ Նավասարդյանը, ով իր կյանքի 17 տարիներից ավելին անցկացրեց բանտերում եւ Աքսորում։ Հաստատ ոչ Էրմենիստանի, հաստատ ոչ Նիկոլական Հայաստանի։ Ինքը ասել է, Հանրապետական կուսակցությունը ազգային եւ անկախ Հայաստանի ճակատագով կուսակցություն է եւ ինքը իր ողջ կյանքը իր ընկերների հետ ներդրել է հանուն անկախության գաղափարի, հանուն ազգային պետության ստեղծման։ Այստեղ բանալի բառը ազգայինն է, ազգային պետության։ Ինքը ազգային պետության ճակատագով է, անկախական գաղափարի ճակատագով, իսկ այսօր չունենք ոչ ազգային պետություն, ոչ էլ առավել եւս անկախ պետություն։ Ազգային առումով տեսնում ենք եկեղեցուց մինչև ցեղասպանության ուրացում, Արցախի հանձնումից մինչև ավանդական արժեքների քայքայում, անկախական առումով էլ տեսնում ենք, որ դարձել են Թուրքիայի ֆիլիալը, փաստացի։ Իսկ ինչ է պետք անել, որպեսզի արժանի լինենք նրա հիշատակին, թողած ավանդին։ Ես այն կարծիքի չեմ, որ արժանի չենք, ես այդպես մազոխիստական բաներ չեմ անում։ Արժանի չեն նրանք, ովքեր որ ուրացել են Արցախը, արժանի չեն նրանք, ովքեր որ ուրացել են ցեղասպանության միջազգային ճանաչումը, արժանի չեն նրանք, ովքեր որ Արարատ լեռն են ուրանում նրա խորհուրդը, արժանի չեն նրանք, ովքեր որ 30 արծաթով ճանաչեցին քաղաքական իմաստով, խորհրդանշական իմաստով 30 արծաթով ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, արժանի չեն նրանք, ովքեր որ 2 կոպեկի կամ պաշտոնի համար դարձան Նիկոլի ջատագովը, արժանի չեն նրանք, ովքեր որ անկախությունը ուրացան ու Հայաստանը տանում են դեպի ադրբեջանացման։ Կներեք անհամեստության համար ես արժանի եմ։ Ես այդ ինչ եմ այլ որ արժանի չեմ կամ իմ նմանները կամ այսօրվա հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Ես գլոբալ առումով գիտեմ, քանի որ իմ ընկերներն էլ են շատերը ասում, մենք արժանի չենք, մենք բան չենք։ Արժանի չեն նրանք, ովքեր ուրացել են։ Ես այդ գաղափարի կրողն եմ, մինչև օրս էլ մնացել եմ քաղաքականության մեջ իմ արժեքների, ազգային պետության արժեքների պահպանման համար։ Կստացվի, չի ստացվի, չի նշանակում, որ արժանի չենք։ Արժանի ենք, մեր ժողովրդի մեծ շատ մասն էլ արժանի է, պետքա պարզապես պայքարել, համախմբվել, բայց դրա համար անհրաժեշտ է նաև ծրագրային նորմալ պայքար եւ պետք է նաև գիտակցեն, որ մենք կռվում ենք ոչ թե Ռուսաստանն է, որ պաշտպանում են այդ Ռուսաստանը, ասում են, տեսեք, երբ որ Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր, երկու հայկական պետություն ունեինք 42,000 քառակուսի կիլոմետրով։ Իսկ երբ որ Հայաստանի իշխանությունը դադարեց Ռուսաստանի դաշնակից համարել ու թռավ դեպի Թուրքիա եւ Արևմուտք, ճանաչել են Ադրբեջանի մաս, Արցախը հայաթափվել է, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետր էլ օկուպացված է։ Ես երբ որ ասում հայ-ռուսական դաշինք, չեմ ասում որ Ռուսաստանում խնդիրներ չկան, Ռուսաստանը ամեն ինչ նորմալ է անում, բայց Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից մենք չենք ունեցել եւ չենք կարող ունենալ։ Արևմուտքի դիտորդները չէին դա ինչ արեցին։ Արևմուտքի գործիչները չէին ասում թույլ չենք տա, որ Արցախը հայաթափվի, այդտեղ լինի էթնիկ զտում, եղավ թե չեղավ։ Ուր է այդ արևմուտքը, որ այսօր տասնյակ արդեն 50-ից ավել քաղաքական բանտարկյալներ կան։ Ծպտուն հանում, հա։ Արևմուտքը խոսում է բանից։ Մի քանի գործիչներին հանած, այնտեղ էլ արևմուտքում էլ ոչ բոլորն են դες, բայց ես խոսում եմ արևմուտյան establishment-ի մասին, որոնք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով պետք լինեն։ Ռուսաստանը, Իրանը երբեք դրա դրոշակակիրը չեն եղել, էլի դրա դրոշակակիրն եղել է արևմուտքը։ Արևմուտքը խոսում, հա, Եվրոնեստը ստեղ էր, մեկը գլոբալ առումով խոսեցին, եկան Նիկոլ Փաշինյանին պաշտպանեցին, գնացին։ Մեր իշխանության ժամանակ դրա մի տոկոս տներ, սաղից հայտարարել են ժողովրդավարության թշնամի։ Իսկ այսօր Նիկոլին հայտարարում են ժողովրդավարության բաստիոն մի հատ էլ պաշտպանում են։ Ինչու՞։ Որտեղ իրանք թքած ունեն ժողովրդավարական արժեքների վրա, իրանք թքած ունեն մարդու իրավունքների պաշտպանության վրա, իրանք թքած ունեն էթնիկ զտման դատապարտման վրա։ Իրանք պետք է մի բան, որ այսօրվա հայկական իշխանությունների, չագերտավոր հայկական իշխանությունները իրականացնեն իրենց քաղաքականությունը Ռուսաստանի եւ Իրանի չեզոքացման քաղաքականությունը։ Էդ է։ Իրանք իրանք շահերն ունեն, բա մենք ով պետք է մտածի մեր շահերի մասին։ Աշոտ Նավասարդյանը հենց այդ գործիչներից է, որ մտածում են բացառապես ու նախ եւ առաջ հայկական ու հայաստանյան ու արցախյան շահի մասին։ Իրական անկախականը տես պետք է լինի։ Այսօրվա հանրապետականն էլ գնում է այդ ուղղությամբ։
Պարոն Շարմազանով, Աշոտ Նավասարդյանը նաև ազգային արժեքների համար էր պայքարում, որոնցից մեկը մեր առաքելական եկեղեցին է, որի դեմ այսօր իշխանությունները գրով են սկսել, ուզում են ազատվել վեհապարից։ Ինչպես եք դուք Էտուն պասով է, էլի արևմուտքն ու Թուրքիան կապ չունեն։ Տեղի ունեն, շատ ուշադիր նայեք, Մոլդովայում ու Ուկրաինայում ինչա տեղի ունեցել, նույնը տեղի ունենում Հայաստանում։ Բոլորը ասում են Փաշազադե, ճիշտ է ասում, որ Փաշազադեին Ալիևին ասում են, բայց մինչև վերջ ասեք։ Մինչև վերջ ասեք։ Բա իշխանությունները եւ եկեղեցին պետքա տարանջատված լինեն։ Ըստ համադրության, այդ արևմտյան որևէ կառույց մի հատ ծպտուն հանել, մի հատ պու արել, որ չի կարելի գործադիր իշխանության ղեկավարի միջամտումը եկեղեցու գործերին, կրոնական կազմակերպության, նույն արևմուտքը, եթե օրինակ Եհովայի վկաների կամ կյանքի խոսքի կամ որևէ այլ աղանդավորական բան, կրոնական շարժման վրա նույն ձև հարձակվեին, ու տես անվանարկեին, տես նյութեր տարածվեր, քանի հատ ռիպորտ կանեին, բայց հիմա քար լռություն, սա մեր համար մեր ինքնության պայքարն է, մեր արժեքների պայքարը, բայց մենք պետք է հասկանանք այս ամեն ինչը որտեղից է գալիս, իսկ այս ամեն ինչը գալիս է, սա բացառապես քաղաքական պատճառներ ունի։ Շատերը խոսում են, տեսեմ ընդդիմադիր գործիչները լիքը կան, Նիկոլը սենց, Նիկոլը իհարկե Նիկոլի ձեռքով են անում, բայց սրա խավորը Նիկոլը չէ այս գործի։ Նիկոլը դասատուներ ունի ճակերտավոր, խորհրդատուներ ունի, որը Բոլտոնի Բերանով 18 թվականին ասել է Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։ Պատմական կաղապարների մեջ Արցախներ մտնում հայկական, ցեղասպանության միջազգային ճանաչումներ մտնում, ազգային ավանդական արժեքներն են մտնում, հայ-ռուսական դաշինքը եւ բնականաբար հայ եկեղեցու բացառիկ դերակատարումը։ Հիմա այդ մարդիկ պատվերը տվել են Նիկոլն էլ կատարում է։ Թե հիմա ինչպեսի փաթեթավորմամբ դա կանի, դա արդեն երկրորդական է։ Նեզ որ աշկերտները բացեք, հասկացեք սա ինչա կատարվում։ Կատարվում է նույն բանը, ինչպես եղավ Ուկրաինայում եւ Մոլդովայում։ Կա նույն հեղափոխությունները գունավոր։ Ասում են, բա մեր ժողովուրդը դուրս է եկել, այդ ո՞ր գունավոր հեղափոխությունում ժողովուրդը դուրս չի գալիս։ Բայց ժողովուրդը մոլորեցնում են։ Հիմա նույնը վերցնում են, ասում են, այս Սրբազանի մասին են ասում, են Սրբազանի մասին են ասում, վեհապարի մասին sense ունենք։ Խոսում է ինչ-որ օրենքների, հոգևոր օրենքների խախտումից մեկը, ով որ ոտքից գլուխ սահմանադրություն է խախտել։ Ոսկե Նիկոլ Փաշինյանի մասին է։ Սահմանադրության համաձայն եւ ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, որը ստորագրել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Դեռ 20 թվականին Հայաստանի Հանրապետությունը համարվում էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Այդ ձևի երաշխավոր տեսել եք, ոնց որ ներողություն, ես ձեր երաշխավորն եմ, ձեզ հասնեմ ներողություն կներեք էլի, որ ձեզ չասեմ, լավ, ես այս միկրոֆոնի երաշխավորն եմ, միկրոֆոնը հանձնեմ օպերատորին։ Տես չի լինում, չէ՞։ Այդ մարդը եղել է Արցախի երաշխավորը անվտանգության, Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Հիմա եկել խոսում ենք։ Եկեղեցու համար ինչ պետք է անենք, սա քաղաքական խնդիր է, Նիկոլի համար դարձել։ Քաղաքական ճանապարհով ինչպես պետք է կասեցնել այս։ Ասեմ, ես նաև զարմանում եմ, որ մեր քաղաքացիները, երբ որ դա չեն տեսնում, դա նորմալ է, էլի։ Բայց երբ որ լուրջ փորձագետներ, լուրջ լրագրողներ ասում են, վայ, բանում քիչ էր ու հանավանքում քիչ է տապալվեց, թե միամիտ մի եղեք։ Նիկոլը 7 տեղ պատարագ անելու։ Նա շատ լավ ուսումնասիրել է, լավ ուժը խորհրդատուներ ունի։ 7 տեղ պատարագ անելու, ինչի համար, 7 համի գնաց Թալին, չէ՞։ Հաջորդը կգնա մեկ ուրիշ տեղ։ Ինքը հակաթոռություն է ստեղծում, Հայաստանում առաջինը ես եմ խոսել, որ Նիկոլ Փաշինյանը հակաթոռ կաթողիկոսություն է ստեղծում, հակաթոռ կաթողիկոսությունը եկեղեցով չի լինելու, հերթով էսա կտենակ, տենց հանգիստ մի եղեք, պաշտպանվելով չի, հակաթոռություն է ստեղծելու, հակաթոռություն, սրանն է նշանակի հակաթոռ կաթողիկոս, կլնի կտենակ, եթե մենք ես խելքին մնացինք ու ուրախացանք, որ հովանավանքում քիչ էին երեք, սո մենք հաղթեցինք, որտե հաղթեցիք։ Մեզ ինչա հարտանալ, նախաձեռնել, ոչ թե պաշտպանվել։ Այսօր Նիկոլին հաջողվել է, Նիկոլը գիտեք որտե է գրած, ես պրամո եմ խոսում։ Սաղ Նիկոլի հրաժարականի մասին մոռացել են։ Խոսում են կաթողիկոսը պետք է հրաժարական չտա։ Ու կաթողիկոսը եթե հրաժարական չտա, մենք ազգովի ասում ենք սա մեր հաղթանակն է։
Տես Նիկոլին հաջողվել է իր քարոզչական թիմով, նաև արտաքին օժանդակությամբ, իր հրաժարականի հարցը վաբշե հանել առաջնային։ Այսօր բոլորը խոսում են, կաթողիկոսը հրաժարական կտա թե չէ, Մարիաթորին կհաջողվի Նիկոլը Մարիաթորը գրավի թե չէ, կհաջողվի Սրբազանին կալանավորի թե չէ։ Ինքը անցել է հարձակման։ Երբ որ ինքը սափրվեց, մենք պետք է հասկանայինք, որ ինքը նախաձեռնությունը փոխել է, ինքը պաշտպանվելուց ասում է հարձակողական։ Իսկ մենք ընկել ենք սաղս պաշտպանվում ենք։ 100 անգամ ասեմ, եկեղեցուն էլ, քաղաքական ուժերն էլ, հերիքա պաշտպանվեք։ Քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարական հարցեր տալիս անդիմությունն իշխանությանը, ոչ թե իշխանությունն անդիմությանը։ Պարլամենտում հարց են տալի, գալիս է Նիկոլն հարց տալի անդիմությանը։ Արա 7.5 տարի դուք եք դեռ նախկիններից եք խոսում։ Ինչ պետք է համախմբի կոնկրետ ասի, գիծը քաշվասիով ստեղով ընդեղա ինքը իրավական առումով անում է հանցագործություն, որովհետև որևէ մեկը իրավունք չունի մտնի եկեղեցու ներքին խնդիրների մեջ, կա խնդիր։ Ոչ չգիտեմ, կա, չկա, եթե կա, եկեղեցին պետք է իր ժողովներով անի։ Դա իմ խնդիրը չի։ Եկեղեցին կրոնական կազմակերպություն է։ Իսկ հոգևոր առումով կներեք դա մեղք է։ Մեղք է, երբ որ դու կարգալույս քահանային գնում ես պատարագ ես անում կամ վեհապար հայրապետին, անկախ նրանից քո դուրը գալիս է թե չի գալի։ Բայց ես էլ հոգևոր թեմաների մեջ չեմ ուզում մտնել։ Ես որպես քաղաքական գործիչ եմ, սա օրենքի խախտում է, սահմանադրության խախտում է։ Իսկ կանես ես միամտաբար ասել, վայ, տեսակ ինքը տապալվեց, մարդ չհավաքվեց, այդքան միամիտ մի եղեք, էլի։ Միամիտ մի եղեք։ Ի տարբերություն շատերին դիմադիր դաշտում, ինքը ցելը դնում է եւ մինչեւ այդ ցելին հասնում է։ Իսկ մենք այսօրը հասել ենք, նաեւ հազար ներողություն, մեր խոսքը մեր չի, լիքը կոնֆորմիզմի արդյունքում։ Որտեւ կոնֆորմիստը, երբ որ մենք ասում ենք, Նիկոլ, ինչի նոր է Նիկոլ Փաշինյանը վեհապար հայրապետին Ավազանի անունով դիմել, Ալեն Սիմոնյանը տարիներ առաջ վեհապար հայրապետին դիմել է Ավազանի անունով։ Դա ամենամեծ վիրավորանքն է։ Ինչ ա եղել դրանից հետո։ Հրավիրվել է իշխանությունը Մարիաթորի վերահսկմանը։ Իսկ ինչ ասում Աստվածաշունչը։ Խոսերի արչև մարգարեներ, մի փռեք ձեր մարգարեները խոսերի արչև։ Դե եթե դու զիջում ես Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ճանաչելով, իրան այսքան տեղ ես տալի, այսքան ուզելու։ Իսկ դուք այսօր մենք պաշտպանվում ենք ու ուրախանում ենք, վայ, այս կիրակ էլ չգրավեց Մարիաթորը, վայ, մյուս կիրակ էլ չգրավեց, վայ, 700 հոգի էր, բան 500 հոգի, բերեք խափենք, ասենք 100, ի՞նչ կապ ունի քանի հոգի էր։ Ինքը տես չի նայում, ինքը ասում է, այս մի եկեղեցին արդեն վերցրել եմ, Հովանավանքը վերցրել է, վերջ։ Հիմա իր համար ինքը գնում է իր ճանապարհով։ Մենք ինչ ենք անում։ Մենք այսօր մի եկեղեցի արդեն ունենք, որը Մարիաթորի իշխանության տակ չի։ Ոնց որ 240 քառակուսի կիլոմետրը Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի, դենց էլ մի եկեղեցի Հովանավանքը Նիկոլը եւ իր արտաքին հովանավորները օկուպացրել են։ Վաղը Թալինի եկեղեցին կօկուպացնի, մյուս օրը մյուս բանը։ Մենք պետք է գիտակցենք, ինչպես Ալիևը օկուպացրել է Գանձասարը, դենց էլ Նիկոլի իշխանությունը օկուպացնում է Հովանավանքը։ Այդ գիտակցումը պետք է մենք ունենանք։ Սա հավար вообще հոգևոր խնդիր չի։ Ում թվում է սա հոգևոր խնդիր է։ Նիկոլը բան չէ, քաղաքական խնդիր է, փաթեթավորում է, տանում է, բայց արտաքին քաղաքական նաև, ոչ միայն ներքաղաքական։ Արտաքին քաղաքական, որտեղ Նիկոլ Փաշինյանը եկել է երրորդ հանրապետությունը քանդելու։ Իսկ երրորդ հանրապետության ամենագլխավոր սումներից մեկը դա հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին է, որի սահմանության մեջ, ասիկա մեր հանրապետության, եկեղեցու բացառիկության իրավունքը դրված է։ Սա պետք է գիտակցենք։ Ինչ պետք է անենք, պետք է չհամակերպվենք, բայց խելացի։ Ոչ թե ամեն մեկ իրան Չապաևի պես դնի գնա կամ ամեն մեկ իր ասուտի PR-ն անի։ Էս է խնդիրը։ Շնորհակալություն։ Այսքանով դասարություն ենք մեր «160 թեմի» հարգելի հետևողներ, հիշեցնեմ, որ այսօր պետական քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։ Աշոտ Նավասարդյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության